Բարի լույսած սիրելի հարազատ բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես այսօր հանդիպում ունեմ հիվանդանոցում, հերթական այցելություն է գինեկոլոգի մոտ, ուզում եմ այդ հորմոնալ դեղի համար խորհրդակցեմ, տեսնեմ ինչ է ասում, պետք է շարունակել, թե արդեն դադարեցնեմ։ Հիմա մտնեմ հիվանդանոց, դուրս կամ կմիանամ։ Ամբողջ ապարատուրայով վայարվում գրանցվել եմ, անձնագիրը մտցնում եմ թուղթ տալիս, հիմա գնում եմ բաժին։ Պարկինգը վճարովի է, կես ժամ են կանգնել։ Ինչքան է տալիս։ 2.50։ Ամեն ինչ ավտոմատացված է հիվանդանոցում, մտնում ենք գրանցվել, իհարկե աշխատողներ կան նստած, բայց սարքերը դրած են, անձնագիրը մտցնում ենք սարքի մեջ, բերում ամբողջ տվյալները, վերջը ինչ որ ամեն ինչ ոնց որ նայում ենք, ստուգում ենք, լրացնում ենք, հետո թղթեր տալիս, այդ թղթերով գնում ենք բժշկի մոտ։ Այնպես չի, որ կոնկրետ ճիշտ ժամին ընդունում են բժիշկները, բայց ամեն դեպքում այդքան շատ էլ չէ սպասես։ Կարող է պատահի, որ ճիշտ ժամին ընդունեն, բայց կարող է մի 5-10 րոպե սպասեցնել տան, բայց ընդհանուր շատ լավ է, բժիշկները շատ սիրալիր են, շատ լավ են, գոհ եմ բժշկից։ Ինձ թվում էր ռուսը անունը Տանյա, բայց չէ, ռուս չէր, բելգիացի էր, բայց լավն էր։ Ժողովուրդ ջան, էլի դուրս եկա, այս թվերոտ տեղերում լավ սառն է, քամի է, դրանից է սառնությունը, արևի տակ ավելի տակ է լավ է։ Հիմա դուրս եկա, ակցիոն եմ գնում, մի երկու բան եմ ցուցակ գրել, որ առնեմ, գնամ նայեմ, այդպես շատ հավես էլ չունեի դուրս գալու, բայց քանի որ այսօր չէի աշխատում, վաղվա անցել գործ էի, ասեցի երբ պետք է գնամ մի անգամից ցանց եմ ուզում պատուհաններին կպցնելու, որ տակերը այսպես որ ընկնեն, մոծակները արդեն կակտիվանան, համ էլ մի երկու բան պետք է նայեմ։ Դպրոցները այսօրվանից արձակուրդ են, այս արձակուրդների ժամանակ հարևանի տնից անընդհատ իրիկունները ուշ ժամի, երեխաների ձայները գալիս են, անգամ խանգարում են քնել, դե տները պատերը իրար կպած են, ննջարանների պատերը ոնց որ իրար կպած են, անընդհատ աղմուկ է, անընդհատ այս երեխաները ուշ են քնում, խաղում են, մի 12-13 տարեկան աղջիկներ են։ Լիդլից էլ մի քանի բան պետք, բայց նայեմ, դեղատուն էլ պետք է մտնեմ, երևի նախ մտնեմ ակցիոն, նոր ետ դառնալուց արդեն դեղատան դիմացով այդպես բարձրանամ։ Մեքենայով չեմ գնում, որովհետև Աշոտը մեքենայով դուրս է եկել, ես էլ ոտով պետք է գնամ։ Ծերանոցի այգու մոտ եմ։ Պլաստիկ տոպրակների օրնա դուրս են դրել, մենք էլ չմոռանանք դնենք։ Եթե մի բան սխալ են գցած լինում այդ կապույտ տոպրակների մեջ պլաստիկի, չեն տանում տոպրակը, այդպես թողնում են ու վրան գրում են, էլի որ սխալ եք սորտավորել։ Հիմա մենք որ սկսել ենք ֆիլտր օգտագործել ու շշերով ջուր չենք գնում, այդքան շատ աղբ չի լինում, պլաստիկ այդքան շատ չի լինում, որովհետև բանի ջրի շշերը այդ որ գնում էինք 2 լիտրանոց ահագին տեղ էին զբաղեցնում, համարյա մի տոպրակ պակասում է արդեն, հիմա մի տոպրակով պակասել է աղբը, հիմա որ ֆիլտր ենք օգտագործում։ Ժողովուրդ ջան, նորից բարև ձեզ։ Դրսի գործերը ոնց որ թե կեսը վերջացրել եմ, գնացի հիվանդանոց, փոստեսակ հետո ակցիոն գնացի,
ակցիոնում այնքան շատ մարդ կար, ես էլ մի թեթև ճնշումս ընկել էր, ինձ այդպես լավ չի զգում, չնկարեցի, հիմա տուն եմ եկել, սուրճ խմեցի, մի քանի հատ խուրմա կերա, ջուր խմեցի, արդեն ճնշումս կարգավորվեց։ Հիմա ուզում եմ առևտուրը միասին դատարկենք, ակցիոնի աշխատողը երևի կարող է մի 35 տարեկան տղամարդ լիներ, կյանքից դժգոհ, գործից դժգոհ, ասած ջահել մարդ ես, դուրը չի գալիս գործը փոխի։ Այդ ինչ ված սպասարկում է։ Ես ուղղակի զարմացած եմ, դրանք մենեջեր չունեն, մենեջերները չեն տեսնում դրանց աշխատանքը։ Կոնկրետ էս մեր ակցիոնում, Ալստի ակցիոնում աշխատողները, ես չգիտեմ, լավ բան չեմ կարող ասել։ Շատ ոչ սիրալիր, ոչ ընկերական, ինչ որ բողոքով սկսեցի, բայց փաստը է դա, որովհետև ես միշտ համեմատում եմ մեր հետ։ Մենք էլ ենք սպասարկում, մենք էլ ենք խանութի աշխատող, այդ ձևով հաճախորդների հետ խոսում ենք, չենք խոսում։ Ուրեմն առել եմ ցանց վարագույրներից, այս դրան համար ունեինք, ինձ պետք էր պատուհանների համար, ավելի շուտ կար պատուհաններին կպցրած, բայց քանի որ պետք է հիմա պատուհաններ ուզում էի դրսի կողմից մաքրեի, ու ցանցերը կպցրած են, խանգարում են, մտածեցի, որ հանեմ կփչանան, դրա համար նորը գնեմ, համել թարմասնեմ, նորը կկախեմ, սրանք այդ ցանցերն են, մոտեցնեմ տեսնեք, դա այս տիպի ցանցեր են, երկու հատա մեջը, 100-ը 210-ի վրա, դե երկարությունը կարևոր չի, որովհետև պատուհանի համարը 100 սանտիմետրը պատուհանին հերիք է, պետք է կտրեմ, սրանք մեծ կլինեն։ Սրանից եմ վերցրել, ուրեմն յուղաթուղթը ինչ բաներ վերջացել էր տանը, մի հատ յուղաթուղթ եմ վերցրել, սա սննդային թաղանդ, ճիշտ եմ ասում չէ, այստեղ այս տիպի աման եմ վերցրել, իհարկե պլաստիկա, բայց եթե դե արևի տակ չի օգտագործվելու, դնելու եմ դարակի մեջ, մտածում եմ կամ բրինձ կամ մակարոն մեջ լցնելու, մի քանի հատ գնել եմ, այս 1.8 չափը միլիտր 800 միլիլիտր, այդ չափի 1.8 կլվանամ կօգտագործեմ, այսպիսի բաներ դե շատ է պետք լինում, այս տոկրակի մեջ ունեմ նաև այսպիսի փոքր կոնտեյներ եմ վերցրել, սա էլ կլվանամ համեմունքների համար, այսպիսի կոնտեյներ, ապակուցա սա, 90 ցենտ արժեր, սա ներքնակի համար, ավելի շուտ մատրասի համար, սավան եմ վերցրել, վերցրել եմ 180 սանտիմետր լայնքը, ճիշտն ասած մատրասի չափսը 1.60 է, բայց 1.60 չվերցրի, մտածեցի, որ շատ այսպես նեղոտ չլինի ձգվի, 1.80 եմ վերցրել, հիմա կփորձեմ տեսնեմ, կարծում շատ մեծ չի լինի, կողքերից այդպես կմտցնեմ մատրասի տակ լավ կլինի, սպիտակ գույնն եմ վերցրել, բացենք տեսնենք ոնց է, սա պահեմ ամեն դեպքում, որ եթե հանկարծ լավ չլինի չափը կամ բան, տանեմ հետ կտամ։ Դրա համար թողնել եմ ուզում մի քիչ սիրուն հանեմ, որ ոյ այսպիսի սավան թափանցիկ ոնց որ լինի, այ քեզ բարակություն, ակցիոնի սավանները, զգում եք ինչքան բարակ է, շատ բարակ է, շատ,
Լավ, ինչև է, մի հատ կպարզաջրեմ, գցեմ մեքենան մի 15 րոպեով անամ, կօգտագործեմ, ոչ էլ հետ կտանեմ։ Հետ տանելու համար նորից պետք է ակցիոն գնալ։ Ամանի սպունգներ եմ վերցրել, այն դեղինները, որ լավն են, նրանցից չի լինում, ես վերջ ես ոչ մի խանութում չեմ տեսնում, ոչ Լիդլում, ոչ ակցիոնում, ոչ Ալդիում չկար մի անգամ, որ գնացիք, ես հասարակներն եմ վերցնում։ Սրանք ոնց որ համ փոքր են ու շուտ են, այդպես փոքրանում են մի ձևի հարմար չի։ Էլի կոնտեյներ եմ վերցրել, կարելի է ինչ-որ բաներ էլի լցնել մեջը, անգամ սառնարան դնելու համար կամ այս տիպի չի լինում, առանց սրանց չի լինում, մտածում եմ, որ պլաստիկ ընդհանրապես չգնեմ, բայց դե այն բանով եմ մի քիչ ոնց որ ես ինձ հանգստացնում, որ արևի տակ չեմ օգտագործելու ու այսպես հարմար կլինի այդ ոնց որ կազմակերպելը խոհանոցում դարակի մեջ լցնել ու դնել կամ դարակի մեջ ինչ-որ բան կամ էլ սառնարան ինչ-որ բաներ, պանիր բանը ասենք մեջը դրվի ու սառնարան դնել մի քիչ ավելի մեծներ վերցրել եմ այսա վերցրել եմ բանի համար վարումի թթու եմ դրել այս ռուսական ալիքի համար նկարեցի թույլ աղ արած, թույլ աղ դրած վարում, գետ ինչ համով է ստացվել, շատ համով, ես կդնեմ դուք էլ նայեք, իրոք շատ հավանեցին, մենակ կծու պղպեղն է պակասում, ակցիոնից գալուց անցնում էի այդ խանութի մոտով, որտեղ որ կա կծու պղպեղ, բայց քանի որ պայուսակներս, երկու հատ պայուսակ ունեի, մի քիչ գլխապտույտ ունեի, ասեցի ճշիմս ընկած էր, դրա համար չմտա, ոչինչ, այնքան համով է ստացվել, հենց նոր Աշոտին հետ եմ ասում, մի հատ կերլա դես ինչ լավ է, կերավ ասում ես ինչ լավ թթվել է, իրական այդպես թթված էլ չի, մենակ աղաջուր եմ վրան լցրել, բայց գույնը արդեն փոխում է ու շատ համով է, հիմա մտածեցի մի այսպիսի բան բերեմ, կլվանամ, վարունգները դարսեմ սրա մեջ ու կդնեմ սառնարան, իրականում հենց սրա համար էլ ակցիոն գնացի, սա այսպես, այսօր շատ եմ կոնտեյներներ վերցրել, էլի մի հատ վերցրել եմ, մտածում եմ բրինձը կլցնեմ, իրականում սիրում եմ, որ ամեն ինչը լինում է ամանների մեջ, որ տեսնում ես ամանի մեջ արդեն վերջանում է, նորից գնում ես ու բերում լցնում ես, ուղղակի առայժմ մեր դարակները այդքան հարմար չեն, էլի պետք է մեծ դարակներ երևի, չգիտեմ, մի քիչ տարբեր հարցեր կան, չգիտեմ, մի քիչ առայժմ հարմար չի, ինչև է, սա էլ կլվանամ, մի րոպե սա բացեմ փոխթե հանեմ, լվանամ չորացնեմ, լցնելու բան դե շատ կա, որ տոպրակներով չդրվի առավել ևս ամառը գալիս, օրինակ ալյուրի համար, վարսակի փաթիլների համար, այս մեծ կոնտեյներները շատ հարմար են սուրճի համար, էլի ակցիոնից եմ գնել, սրանք շատ հարմար են, սուրճը սրա մեջ, ապակի են սրանք, վարսակի փաթիլները պետք է լցնեմ, գնել եմ, բայց չեմ դատարկել, մտածեցի այս տակինը թող վերջանա նոր, համարյա ամեն օր օգտագործում ենք, սրանք էլ շատ լավն են։ Ոնց էր ստացվել շպիլկաների ամանը ընկել էր, կոտրվել, հիմա մի հատ նորից վերցրի, հասարակ ամաններ են, բնական է մի հատ որ ընկնի կկոտրվի, մի եվրո արժեր ակցիոնում, որտեղ շպիլկաները հենց այնպես մնացել էին, տոպրակի մեջ մտածեցի էլի մի հատ էլ գնեմ մեջը դատարկեմ։ Ջնջոցներ եմ վերցրել, սրանք պատուանները մաքրելու համար, ապակիները սրբելու համար, երկու հատ սրանք վերցրի, իսկ երկու հատն էլ սովորական փոշի բան սրբելու համար, չեմ հիշում, երևի մի եվրոյից ցածր էին կարծեմ գները։ Այստեղ վերցրել եմ փայլաթիթեղ կամ ֆոլգա, ոնց որ սիրում ենք ասենք, էլի եմ փոքր կոնտեյներից, մտածում եմ մեկի մեջ կլցնեմ կարմիր պղպեղը, ռուսական խանութից գնել էի ցույց տվեցի, մեկի մեջ սև պղպեղը։ Իհարկե սև պղպեղը էլի հարմար ամանի մեջ լցրել եմ,
մեղրի բան կան, որ դատարկվեց, դրա մեջ եմ լցրել, բայց որպեսզի միանման սև ու կարմիր հարմար կլինի օգտագործելուց միանգամից աչքի կընկնի։ Էլի մի հատ էլ սավան, հասնում ես բարակ սավանա, բայց ոչինչ, էլի մեծ չափը, այսպես մինչև ուզում եմ ամբողջությամբ սպիտակեղենը նորացնեմ։ Դրա համար կասկածում էի, մեկ ասեցի մի հատ վերցնեմ, տանեմ, տեսնեմ ոնց է, հետո եթե չեմ սխալվում 8 եվրո արժեր։ Ինչև է, ետ չեմ տանի հաստատ կօգտագործել, մեկը թարմացնելու եմ ամբողջը, սա էլ միանգամից բացեմ, միասին լվանամ։ Ընդհանրապես հագուստ բանը պետք է պարտադիր ինչ-որ գնում ենք մի հատ լվանալ նոր օգտագործել, որովհետև ես ինքս խանութի աշխատող եմ ու տեսնում եմ, թե ինչքան է այդ ամեն ինչը գետին ընկնում, մինչև կան բաներ, որ այնքան են կեղտոտում, իրոք շատ կեղտոտ է լինում գետին ընկնելուց, հաճախորդները դե գցում են կամ բան։ Դրա համար պարտադիր պետք է լվանալ նոր օգտագործել։ Սա մի քիչ փոքրն է, սա վերցել եմ մյուս մարճակալ, մյուս սենյակի համար 1.60 սրա չափը։ Գույնն էլ մի քիչ ոնց որ կատնագույն լինի։ Սրանք միանգամից մեքենա կգնան, խուրմա եմ վերցրել, այն լավ ընկույզները, որ միշտ ակցիոնում լինում են, չկան հիմա։ Վերցրել եմ նաև այս հնդկական ընկույզներից, սա էլ կլվանամ, էլի կոնտեյներներ, մեկա սրանք ես ետ չեմ տանելու, ոչ իման էլ ետ չեմ տանելու, եթե տանեի պետքա սավանները տանեի, բայց չեմ տանելու, ով հավես ունի նորից կնի ակցիոն, այդ ակցիոնում չնա չեմ զարման, որ վաճառողներ այդպես բան են, ոչ սիրալիր են, այդ ինչա այդտեղ կատարվում, երկրորդ խանութը պետքա բացեմ, բայց մեր քաղաքում չէ, կողքի քաղաքում, սրանք էլի երկուսը միասին այսպես ապակե կոնտեյներներ, էլի շատ պետք կլինի, մտածում եմ անգամ ցիտրոն էի առել, չորացրած, կարելի է մեկի մեջ ցիտրոնը լցնել, մեկի մեջ էլ կնայեմ արդեն որ համեմունքը չորացրած։ Սրանք բոլորը կբացվեն ու վերցրել եմ սպասեք բացում ցույց տամ, ժողովուրդ ջան։ Այսքան էլ աղբ կերեցի տուն հետը։ Շանսից մտածում էի կարող է թեմից պատվիրեմ, բայց չէ, լավ էր, աչքս տեսավ էստեղ վերցրի, ոնց որ 1 եվրո արժեր, եթե չեմ սխալվում, տարբեր չափերի ամանները ծածկելու համար, սնունդը, ափսեները, բաները այսպես ծածկելու համար, ամանների համար գլխարկ, ամարա պետք կգա, սարնարան դնելուց բան, տարբեր չափերն էին ոնց որ մի րոպե նայեմ, հա, 2 հատ փոքր, 5 հատ մեդիում, միջին չափ, 5 հատ մեծ, ու սրանք էի վերցրել, վճարել էի 50 եվրո։ Այսքան է սիրելիներս, հիմա այս ամանները լվանամ, չորացնեմ, որ ինչ-որ դատարկելու եմ, դատարկեմ մեջը։ Սիրելիներս, քանի որ այսօր ապրիլի 7-ն է, մայրության ու գեղեցկության օրը, ես սիրով ուզում եմ շնորհավորել իմ բոլոր հայուհիներին այս գեղեցիկ օրվա առթիվ ու ցանկանում եմ, որ բոլորդ լինեք երջանիկ, առողջ, գնահատված, ինքներդ ձեզ գնահատեք, ձեր արժեքը իմացեք, միշտ լինեք խնամված, լինեք միշտ ինքնաբավ, պարզապես եղեք երջանիկ, իմ սիրելի հայուհիներ ու գնահատեք ձեզ, դուք շատ լավն եք ու արժանի եք մենակ լավին։ Ես դեռ շարունակում եմ իմ օրը, դեռ ահագին պլաններ ունեմ,
Հիմա Հայաստանից դուրս մենք այդքան շատ բան չենք անում, այս ապրիլի 7-ը, ես երևի մի քիչ շատ հին մարդ եմ, մարտի 8-ը մի քիչ ավելի շատ եմ բան անում, այս ապրիլի 7-ին, ոնց որ այդպես դեռ չեմ ես հարմարվել, որ ապրիլի 7-ն էլ է մայրիկների օրը, ամեն դեպքում ամեն օրն էլ պետք է լինի մայրիկների օրը, կանանց օրը, այսինքն այդ ուշադրությունն ու սերը պետք է միշտ լինի, ոչ թե մի օր, երկու օր կամ ընդամենը մի ամիս։ Կանանց պետք է սիրել միշտ, ուշադիր լինել միշտ, գնահատել առանց կնոջ, տունը, ընտանիքը պարզապես կփլվի, գոյություն չի ունենա։ Այդպես սիրելիներս հիմա ուրեմն ակցիոնի ամանները շատ լավ լվանալուց, չորացնելուց հետո ես վերցրել եմ ահա այս կոնտեյները, իհարկե սա կարող է եւ չչորացնել, բայց ամեն դեպքում չորացրել եմ։ Ուզում եմ ասեցի ձեզ արդեն, որ թույլ աղդրած թթու եմ պատրաստել, ուզում եմ ձեզ ցույց տալ, որովհետեւ սա երեք էի պատրաստել, արդեն հաջորդ օրն է ու պետք է ասեմ, հարմարաման չունեի, այսպես թասի մեջ եմ դրել, մի քիչ իջացնեմ, որ տեսնեք։ Այսպես թասի մեջ էի դրել, այս թասի մեջ էի դրել, այն բանով, որ կգնամ այսօր մի աման կգնեմ, մի թեթև այսպես գույնը արդեն դեղնել է, շատ համով է ստացվել, ափսոս կծու պղպեղ չունեմ, որ ու շատ սարդ է։ Շատ լավն է։ Սամիթի ու սխտորի անուշ բույրը գալիս է։ Շատ արագ եղավ, այնպես որ հիմա դնեմ տեսանյութը դուք նայեք, ովքեր որ հասենք իմ նման այդպես մեծ ամաներով թթու չեն կարողանում ունենալ ու խանութի վարունգի թթուն էլ չեն ուզում, որովհետև շաքար կա մեջը, կարող են սա պատրաստել։ Արագ թթու են պատրաստել կամ ոնց որ ռուսներն են ասում մալասոլնիե ագուրցի։ Սառը ջրի մեջ դրեցի, մի ժամ ավել այդպես մնաց, հիմա ծայրերը կտրում եմ, սրանք ռուսական խանութից գնած վարունգներն են, մանր վարունգներ են համեմատաբար։ Ծայրերը կտրում եմ ու արդեն պետքա դասավորեմ ամանի մեջ, քանի որ այս պահին համապատասխան այդ չափի աման չունեմ, այս թասի մեջ կդնեմ, մինչև կտեղափոխեմ ուրիշ ամանի մեջ։ Սամիթ եմ դնում տակը, առատ սամիթ, սխտորը շատ չեմ ուզում անեմ ու վարունգները այսպես դարսում եմ, մոտ մի կիլոգրամից մի քիչ ավել վարունգ է։ Այսպես դարսում եմ, նորից վրան սամիթ եմ դնում ու սխտոր, ամենաարագ, ամենահեշտ ձևով եմ պատրաստում, փորձնական ուղղակի։ Այս մի քանի հատն էլ այսպես դասավորում եմ։ Նորից մի քանի ճյուղ սամիթ էլ վրան դնեմ։ Սխտորները շատ խոշոր չեն ու այնպես որ սա շատ չի լինի։ Հիմա պետք է աղաջուրը պատրաստեմ, մոտավորապես լիտրու կեսից մի քիչ ավել ջուր եմ լցրել, եռացնում եմ, ավելացնում եմ դափնե տերև, սև հատիկ պղպեղ ու կես լիտրի համար 1 ճաշի գդալ աղ եմ լցնում։ Ու այդպես եռացող ջուրը ավելացնում եմ վարունգի վրա։ Այսպես մի հատ խառնում եմ ու ծածկում եմ, թողնում եմ, որ սենյակային ջերմաստիճանում այսպես մնա ամբողջ գիշեր, արդեն հաջորդ օրը պետք է տեղափոխեմ, հարմարամանի մեջ դնեմ ու դնեմ սառնարան։ Սա ուզում եմ հիմա դասավորել այս ամանի մեջ, էլի նույն ձևով սա պղպեղ դրել եմ, բայց սա կծու չի։ Ոչինչ, կծուն վաղը երևի կգնեմ կավելացնեմ։ Եվ նույն ձևով այստեղ դասավորեմ սամիթը տակը։ Վարունգն էլ այսպես։
Այստեղ ունեմ մի կիլոգրամ վարունգ, այդպես շատ չի, ամանել շատ լավ է, անգամ էլի որ լիներ, էլի կտեղավորվեր, ամբողջությամբ չլցվեց ամանը, ահագին մեծ էր, սխտորն էլ այսպես կլցնեմ, ջուրը ահագին շատ է, հիմա դատարկեմ տեսնեմ, ընդհանուր 1.5 լիտր ջուր եմ օգտագործել, հա, բավականին շատ ամբողջ պետք էլ չի լցնել, շատ էլ լավ է, հարմար է, այսպես առնարան կդնեմ, մինչև վաղը, եթե ես էլ չկարողանամ, Աշոտին ասեմ գնա գծու պղպեղ բերի, կիսեմ մեջը դնեմ, մի քիչ գծվություն տա, ուրեմն, այսպես, այս թուղթը դիտավորալ եմ թողել, ուղղակի սիրուն էր թողեցի, այսպես վակում, այսպես ամուր փակած երկար մնում է թարմ, այսպես կդնեմ սառնարան, կարի մեքենայի համար էի հարցրել, ուզում եմ ցույց տամ, անունը այստեղ ստիկեր են կպցրել ծածկվել է, կոչվում է Կարինա, Լիդլից պատվիրած, սկսնակների համար է սա, այդքան շատ ֆունկցիաներ չունի, ընդհանուր վատ չի, հիմա ինձ ասեն կոնկրետ պետք էր նեղացնելու, կարճացնելու, սովորական կար անելու համար, նորմալ է, գոհ եմ, սա է, օնլայն նայեք Լիդլում, Կարինա, ջունիոր, սկսնակների համար, լավ է, դժգոհ չեմ, այստեղ բանի համար, չուլոկի վրա թելը հավաքելու համար, այստեղ դնում եմ, այսպես բերում, անցկացնում, սա էլ դե թելն է, որ թելում եմ ու կարում, լույս ունի, այսպես, սա է, շատ թեթև, հարմար է, քանի որ նորից հարցնում եք դեմքի մազերը հեռացնելու սարքը, նկարնեիք ուզում, ես չգիտեմ ձեզ ոնց կարամ ուղարկեմ, ուզում եմ այսպես մի անգամից նորից ցույց տամ, այսպիսի սարք, եթե Թեմոյից եք պատվիրում, դե ես չգիտեմ Հայաստանից եք երևի պատվիրում կամ որ երկրից արտիկուլը չի համապատասխանում, նույնը չի, դրա համար ուղղակի գրեք, ինչ լեզվով որ գրելու եք, գրեք դեմքի մազերը հեռացնելու, այդքան էլ գրեք արդեն բերում է, տարբեր տեսակի, արժեքը 7 եվրո էր, հուսով եմ լսում եք ու ձեր հարցի պատասխանը ստացաք, որովհետև հիմնականում երբ որ գրելով եմ պատասխանում չեք կարդում, քանի հիշել եմ, դա էլ ասեմ, հարցրել եք Կայենի մասին, ինչա Կայենը, իդեպ իմը վերջանում է, գնալու եմ նորը գնեմ, Կայենը նույն կարմիր պղպեղի ընտանիքին է պատկանում ու ասեմ, որ շատ օգտակար է, շատ գլխացավերի, արյան ճնշման, քաշի նվազեցման կամ նվազման, հոդատապերի, միգրենի, այնքան լավ բաներ ունի, հատկություններ ունի, շատ լավ բաներ է պարունակում, այնպես որ սովորական կարմիր պղպեղի նման պղպեղ է ու շատ կծու է, սա է Կայենը, չկա արդեն համարյա տակը մի փոքր է, բայց գնալու եմ հատուկ մի սուպերմարկետից գնեմ, որտեղինը լավն է, Լիդլին ու Ալդիին այդպես լավը չեն, այդպես սիրելիներս, հավի կրծքամիս եմ խաշել, արագ աղցան եմ պատրաստելու, այնպես որ դա կպատրաստեմ, ուզում եմ արագ մի հատ էլ Լիդլ մտնեմ, խաղող պետքա գնեմ, այս ճնշումը իջնելու ժամանակ խաղող շատ արագ է օգնում, խաղող ու էլի մի բան կար, այս պահին չեմ հիշում, դա էլ մի հատ նայեմ, գրեմ, արագ գնամ Լիդլ գամ։